Նորույթ Մարանիկից։ Մարանիկ համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն առկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանիկ համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Մարանիկ։ Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез Слобода. Давайте быть довольными, а не идеальными. Բարև Կարինե։ Բարև ձեզ։ Ես իհարկե առհասարակ մարդկանց հետ խոսում եմ դուքով, բայց մեր դեպքում մի քիչ դժվար է լինելու, այնպես որ ես դուով եմ այսօր քեզ հետ խոսելու։ Քեզ այցելել են Դավիթը եւ Վահանը, չէին սպասում հաղորդման շրջանակներում։ Շատ ուրախ եմ, երջանիկ եմ, համեցեք։ Մինչ ամենալը խնդրում եմ խոսենք այս ստեղծագործությունների մասին, որոնք փակցված են պատին, ում ձեռքի աշխատանքն է սա։ Սա իմ շատ յուրահատուկ քրոջ աղջիկն է։ Քրոջ աղջիկն է յուրահատուկ։ Նա ունի հենաշարժողական խնդիր, դա մենակ այստեղ օրինակ սուրճի հատիկներ են, այստեղ էլի տենց պիստակի հատիկներ են, այստեղ բաներ են, կրիշկաներ են, խցաններ, ծիրանի կորիզ, եւ տեսնում եք, եւ արևածաղիկ։ Եվ հավեսա որ ինքը տենց ինքնուրույն հավաքում է, հետո ինքնուրույն նկարում է, այդպես։ Գանք։ Համեցեք։ Ոնց է տրամադրությունդ ոնց է ըստ ֆենշուի օրենքների չի կարելի որ հայելին լինի ուղիղ մուտքի դռան դիմաց։ Հա? Այո։ Ինչի՞։ Ասում են տան բարի էներգիան հանում է դուրս։ Մի փոքր այլ կերպ եմ ասում, բայց ես այդպես ձևակերպեցի։ Հեծանիվը շատ գեղեցիկ է։ Այո, ես հեծանվամոլ եմ։ Հեծանվամոլ ես։ Այո։ Իսկ վարում ես հեծանիվ։ Իհարկե, ես հեծանիվը իմ տրանսպորտն է եւ մեծ սերը։ Լուրջ։ Այո։ Հաջողություններ գրանցել ես օրինակ հեծանվավազքում։ Չէ, չեմ գրանցել, ես որովհետև այնքան եմ սիրում իմ հեծանիվը, որ չեմ ուզում մրցակցել, ես իրան պարզապես սիրում եմ, այտենց ինձ դուր է գալի, որ ես դանա, Սա որտեղից է հայտնվել քո տանը։ Ես քանի որ ամբողջ օրը խոսում էի հեծանիվից, մեր տանը վերանորոգ հողանողը տղաները, Արսենը եւ Խաչիկը մի օր բերեցին, սա տեղադրեցին, ես սենց ուղակի ապշած էի։ Կարինե, քո ծիծաղի մասին կարելի է հավերժ խոսել եւ հիշում եմ այն տարիներին, երբ միասին աշխատում էինք Վաղեմի թատրոններից մեկում։ Փակված։ Այո, կամերային երաժշտական թատրոնում էինք աշխատում միասին, քո ծիծաղը լսվում էր մոտավորապես Բաղրամյան փողոցի սկզբնամասից եւ հասկանում ենք, որ դու եկել ես թատրոն, քո տրամադրությունը միշտ բարձր է, դա ինչով է պայմանավորված։ Կամ դու այդպես ես ցույց տալիս, չգիտեմ։ Չէ, միշտ բարձր չի, ուղղակի ես բարձր եմ ծիծաղում եւ շատ հաճախ են առիթները, որ ինձ ծիծաղ են պարգևում եւ բացի դրանից մի պահ ես նեղվում էի նույնիսկ որ ինձ ասում էին ոյ ծիծաղը կանեն բայց մի անգամ լուսահոգի տերկյուրեղը ասեց ինձ ներկայացնում էր հերթական անգամ ես ջրվեժի եկեղեցի էի գնացել տերկյուրեղը ասեց սա մեր կայնեն է այնքան բարձր է ծիծաղում ասեցի բայց տեր այրո մենակ այդ հատկությունը չի որ մենակ այդ եք ասում ասեց Կարին դու չգիտես այդ ինչ մեծ բան է Լավ Ես վստահ եմ այսօր մենք շատ ենք լսել այս անզուգական ծիծաղը հիմա խոսենք մի փոքր տանը արկա դետալների մասին պատմիր կրկին այս ստեղծագործությունները պատկանում են քո քրոջ դստերը Ոչ սա նոր Լուսին է էլի արել Դելֆինը թղթից պապիե մաշե է Այո Իսկ սրանք ես եմ նկարել քանի որ ես այո քանի որ բազմակողմանի տաղանդավոր է Ես ասում եի չէ Սա ընկերուհիս է արել նա նկարիչ է իսկ ես սա եմ արել ինչի եմ արել որովհետև երբ որ նորից մեր տանը վերանորոգում բարև Խաչիկ Այս դետալները մնում էին ոնց պետք է շպրտենք դուրս իսկ ես ահավոր քծի պանձնավորություն եմ չեմ սիրում քցել ոչ մի բան Եվ ինձ դուր եկավ նրանց չափը եւ սկսեցի մանրանկարտորեն ինձ շատ էր հետո տեսա որ օրինակ այս դրա վրա շատ եմ տանջվել որովհետեւ նայեք գույնը գազարագույնից անցնում է վարդագույն եւ մինչեւ անգամ կապույտ երկնագույն որ ես այդ չզգացի ոնց եմ արել Ես ինքս ինձանից զարմացել էի կամ ես օրինակ հերվից նայում ես ոնց որ իսկական
մայրամուտ լինի։ Մի խոսքով ես ինձանից հիացած սկսեցի աշխատել եւ աշխատել։ Իսկ սա այս պատը էլի տունը վերանորոգում էին եւ ասեցին, որ ես ուզում ենք ծառի պես անենք, ասեցի դե ծառի վրա տոհմածառ ու հանկարծ ես նկարում եմ մի ֆիլմում, որտեղ ինձ նկարիչը ֆիլմի ասում է ձեր տատիկ պապիկի նկարները կամ ձեր ցեղի նկարներից կարող եք տալ, ասում եմ այո, եւ իրենք դնում են այսպես բաների մեջ շրջանակների մեջ, սա օրինակ իմ տատիկն է, Լուսիկ տատի եւ Ակակի պապիկը, իմ մաման միգրելկա էր։ Իրոք։ Այո, եւ վրացերեն խոսում եք։ Ոչ, միգրելերենն ու վրացերենը տարբերվում են իրենց։ Մեգրելերեն խոսում եք։ Ոչ, բայց հասկանում երգ գիտեմ։ Կերկեք։ Պատարա, չեմո պատարա գոգոնա, սուլ պատարա խալ սուլ ցիցքնա, չեմո պատարա։ Բրավո։ Փոքրիկ աղջկա մասին էր, չէ՞։ Այո, պատարա գոգոնա։ Էս էլ պատարա գոգոնան է, մամա, սա ջայք ժամանակ ես եմ։ Այո, շատ հրաշք, ուղղակի ангел։ Հրեշտակ։ Превратился он, конечно, не в ангела, да։ Սա իմ ընկերներն են։ Եվ իմ համար շատ կարևոր է այս նկարը այնքանով, որ 2024 թվին այստեղ փառատոն էր եւ տարբեր մշակույթներ եկել էին Լենինգրադից, Մոսկվայից, Ռուսաստանի կողմից հիմնական եւ հայ նկարիչները իրար էին նկարում եւ նկարում էին իրենց հանդիպումները եւ այստեղ նկարել են իմ ընկերներին։ Եվ ես մտածում եմ, էլի օրինակ Պիկասոյին քել են իրար նկարել։ Եվ իրանք էլ են, չէ՞, ունեցել նկարները սենց։ Ու ես հիմա գիտեմ, որ օրինակ սա Մայան է, դա Անդրեյն է, այս Վարազդատն է օրինակ։ Գիտեք, ես Անդրեյին շատ նմանացնում էի Վլադիմիր Լենինին, չգիտեմ իրականում այո, նման է թե ոչ։ իրականում նման է ինքը Վլադիմիր Լենինին, այո։ Սրանք էլ մամաս պապաս են։ Երիտասարդ ժամանակ այդտեղ մի հատ աղջիկեր նկարել են, որ դուրս գա մեջտեղից խանդից եմ, էլի գործ ունես մամա։ Այս իմ ընկերուի նկարիչին արել, իսկ սա բացիկ է։ Ահա։ Շատ հետաքրքիր բացիկ։ Բայց մի հատ շատ հետաքրքիր բան եմ ուզում պատմեմ։ Լավ։ Մեր տուն հյուր էր եկել մի հերո ընկերուներից մեկը, այնց ես հրավիրել եմ իրեն մեր տուն, որովհետև մենք Եգիպտոսում իրար հանդիպել էինք, ոնց դե շնորհակալության եւ հարգանքի նշան հրավիրել։ Ու տենց նկարները պատմեմ։ Այս նկարել է, այս մեկը, էսի սենց, իսկ էս բացիկա, այդ ժամանակ ես ամուսնացած էի եւ այստեղ էի ապրում, բայց նույն պատմությունն է։ Իսկ սա նկարել է իմ սկեսուրը, իսկապես սկեսուրը սա նկարել եւ մենք իրար շատ էինք սիրում, նույնիսկ բաժանվելուց հետո շփվում էինք իրար հետ։ Ես սա Լեաննան է նկարել, ասա դրան, որ ես շատ հիացած եմ, որ ունեմ այս նկարը եւ ինձ խորհրդանշական է, որ այս նորից հրեշտակը ասենց հիացած նայում եմ մայրամաստվածածնի, ինձ համար շատ խորհրդանշական է այս կոլաժը ընդհանրապես։ Եվ այդպես ես այդ աղջկան պատմում եմ այս ամեն ինչը, բան, ասում դե հիմա գնանք հաց ուտելու, ինքը ասենց անում։ Բացիկը երբ է գալու։ Բացիկ, ասում դե ասեցին ես քիսուրը սա նկարես, ես սա նկարեն էլ բացիկ, ես գիտեմ ամուսնու տարունը բացիկ է։ Երկար ժամանակ մենք ամուսնու տեցել ասում։ Բացիկ։ Կարինե, հարցեր ունեմ ես քեզ։ Համեցեք։ Աշխատում էինք միասին կամերային երաժշտական թատրոնում, հետո այն փակվեց։ Այո։ Ուր գնացիր, ինչով ես հիմա զբաղվում, ինչ գործունեություն ես ծավալում։ Գնացի համազգային թատրոն, բայց այդտենց չեղավ մի անգամից։ Ինձ ասեցին գնում ենք բոլորս միասին գնում ենք Պարոնյան թատրոն, բայց Պարոնյան թատրոնը վիդիտիլի։ Տեսեք, ինչ չընդունեց։ Հա։ Ես էլ sense լոցոկումած ոնց էր հողը ոդքեից տակից գնաց, բա որ Պարոնյանը ինչ չի ընդունում, Սունդուկյանը բնականաբար չի ընդունի, Մալյանը քիչ են թե չեք ընդուներ։ Շատ հայրան երևակայվել։ Բա ուր համազգայինի մասին չեմ էլ մտածում, ասում եմ այնտեղ մոհիկաններ են, այնտեղ չեն ընդունի բնականաբար, մոհիկաններ։ Ու գնում եմ Տաթևի վանք։ Այդ պահին այդպես է ստացվում, որ գիտեք, գործ չկա, պանդեմիայից հետո է արդեն քիչ-քիչ ենք սենց կտուսներս հանում օդ
ու եկել էին ուկրաինացի լրագրողներ, որ նկարում էին սահմանամերձ գոտիներում գտնվող հայ ընտանիքների մասին, իսկ ես թարգմանում էի ռուսերենից հայերեն, հայերենից ռուսերեն, ու այդպես կողքից գործ էր։ Գնացինք Պարոնյան թատրոնի մոտից, տաքսի կանչեցին, գնացինք այդ ամբողջ խոսակցությունը, որ քեզ Պարոնյան չվերս է տաքսի մեջ է տեղի ունենում, տաքսուվարորդը ասում «Ազի ջան, ես մինիստրությունում մնացինք որ շատ բնական է տաքսիստների համար, որ դու մի մտածի, մենք քո հարցը կլուծենք, ման ես սիրուց փոխարշի, ես մնացի օտու լացում եմ, բան, ճանապարհից զանգում եմ, ասում խնդրում եմ ինձ ռուսական թատրոն, Մավին եմ զանգում, Մավ, դու ռուսական թատրոնում ես չէ աշխատում, մանվել եմ։ Ասում եմ, բան խնդրում եմ, աղաչում եմ այնտեղ մեկի հետ խոսա, թող ինձ ընդունեն թեկուզ ժամանակավոր, ես ինձ կարդարացնեմ, ես գիտես ինչ ռուսերեն եմ խոսում, մի խոսքով Մավ ասում աղաչի մի բան կանենք, բայց տեղ չկա, հասկանում ես ինչ վիճակ է։ Ու մենք տենց գնում ենք դեպի Կապան, որովհետև այնտեղ մեկը կար, որ պատերազմից հետո եկել էր ընտանիքում Կապանում Վարշավայում ապրում էին ու այս լրագրողները իրենցից պետք է ինտերվյու վերցնեին, անցնում ենք Տաթևի վանքով, ես եկա Հայր Միքայելին տեսա, Հայր Միքայել, ացում եմ այս էնա, ես որ նոր էի ընդում էի երաշտական կամերայի թատրոն, եկել էինք, իրոք, եկել էինք հյուրախաղի, բարձացել էինք առաջի անգամ Տաթևի վանք ու ես ընդունվեցի երաշտական կամերային թատրոն, այդքան ինձ համար նշանակալից էր Տաթևի վանքը և հետո ես Տաթևի վանքում շատ երկար ժամանակ ուխտագնացությունների եմ եղել, մնացել եմ լավ։ Ու տենց գրկել եմ Հայր Միքայելին, գիտեք Հայր Միքայել, Կորինի ջան, միլացի, Կորինի ջան։ Տաշած քարը գետնին չի մնա։ Հայր Միքայելն ասում, ասի ինձ ինչ տաշած կար, բայց որ Հայր Միքայելն ասում, շո, տենց է, էդի, ուրեմս։ Հա, ասեցի դե ինձ ինչ տաշած կար ու լացում եմ, մտածում եմ հեսա որ վերադառնամ Կապանից պետքա գնամ Մանվելի հետ, գնամ այդ ռուսական թատրոնի տնօրենին խնդրեմ, ընկնեմ ոտերը աղաչեմ, ասեմ, ինձ խնդրում եմ, ես ռուսերեն գիտեք ինչպես եմ խոսում, տտտա։ Հա, ու հետ գալուց արդեն հանդիպել եմ Աստված Հայր Միքայելը աղոթել է, հետ եմ վերադառնում, մտնում եմ տուն շուտ որ լողանամ ու գնամ ռուսական թատրոնի տնօրենի ոտերն ընկնեմ, զանգ է գալի հեռախոսից, զանգ է գալի, տեսնեմ Նայնե Գրիգորյանն, ասում Կայնե ջան, քեզ Պարոնյան թատրոնը չի վերցրել, ավատս չէր գալի, նայում եմ նկարին, որ 100% ինքն ասում եմ չնայած որ Նայնեի հետ մենք նույն ժամանակաշրջանում ենք այո ավարտել ինստիտուտը, այդպես նորմալ ենք իրար, բայց որ ինքը ինձ զանգի ու ասի քեզ չեմ վերցրել Պարոնյան, ասում եմ չէ Նայնե ջան, հավատս չի գալի, ասում է բանը դու սկի չմտածես, ես քեզ կվերցնեմ համազգային, դու պատկերացնում ես Իհարկե համազգային թատրոն, ես ասես թռնում էի, ես ու քուրս այստեղ այդտեղ, մեկ է դուրը այդ պահին խփում են։ Տակի հարևանը մի թռացեք։ Չէ, դուրը ծեծում են, ես սենց այդ ժամանակն էր, որ մի ամիս առաջ ես ինչ-որ կուրսերի էի գնում, ուժեղ անձրև էր, ես հեծանիվս թողել էի մեր շքամուտքում, եկա տեսա հեծանիվս գողացել էին, ու ես դիմել էի ոստիկանություն, դուրը խփում են, դուք հեծանիվ եք կորցրել, այո, գտել ենք ձեր հեծանիվը։ Հաճախ է պետք գնալ քո դեպքում ինձ Տաթևի վանք։ Ասում եմ վայնը։ Դուր ասում եմ բելակ մնում է։ Պատվարն եմ ձիով լավ, սպիտակ մեքենայով հատ է։ Ասպետ տեսնեմ եւ վերջ։ Իմ հարցերը լուծված են։ Եվ վերադարձին հեծանիվը դու հիմա աշխատում ես համազգային թատրոնում, ամեն բան լավ է, դերեր ունես, ռեալիզացվում ես, իսկ բացի համազգային թատրոնից ուրիշ ինչ գործունեություն ես ծավալում։ Համազգային թատրոնից բացի ես աշխատում եմ BML ընկերության հետ հանդարտ մշակութային այգում, այնտեղ անում ենք ցանկապատ ներկայացումը Մկրտիչ Արզումանյանի, Տիգրան Գյուլումյանի, Աստղիկ Աբաջյանի, Արծրուն Հարությունյանի եւ Արուսիկ Գրիգորյանի հետ։ Այո։ Եվ հաջողություն ունի, ինչպես գիտեք, այդ ներկայացումը մենք հիմա նորից արդեն գնալու ենք այգում, այսինքն դրսում խաղանք, այդպես։ Շատ լավ է։ Հեծանիվները շատ են քո տանը։ Այստեղ կա puzzle, ով է հավաքել սա։ Ես եմ հավաքել հեծանիվը։ Ամեն դեպքում բազմակողմանի տաղանդավոր ես, ինչպես հասկանում եմ։ Որքան տևեց սրա հավաքելու ընթացքը։ 3 ես վերջացրել, սկսել էի 2004 թվականին։ Չէ, ես
երկու ամսում համակել ենք։ Այստեղ սեղանի վրա փռում ենք, այս puzzle-ը, շատ հետաքրքիր process է։ Այսպես տարբեր կողմերից լամպեր ենք միացնում, որովհետև շատ կարևոր է գույնը։ Տեսնում եք, նա սև ու սպիտակ է, այս մասը դե բարձր շուտ հավաքվեց, բայց ընդհանրապես սև ու սպիտակ է։ Եվ այտենց շատ դժվար է։ Ու սենց ընտանիքով հավաքվում ենք, նես գնում հաց ենք ուտում, գալիս ենք բան մի հատ դրեցին, հուրրա։ Երկու ամսում հավաքեցինք ընտանիքով, բայց մեծ մասամբ ես, որովհետև ես համբերատար եմ, աուդիո գրքեր եմ լսում, խելացի եմ, բանը։ Բայց բանը, puzzle-ների համար ուղղակի ուշքս գնում է, որովհետև ինձ մեդիտացիա է ինձ համար։ Տեղական լեզվով ասած աղոթքի պես բան է։ Լավ։ Խոսեցինք նաև քո արմատների մասին, հասկացանք, որ մայրիկը մեգրելուհի է։ Այո։ Հայրիկը։ Հայ։ Հայրիկը հայ։ Դու ապրել ես այս տանը, մեծացել ես այստեղ, հետո ամուսնացել ես, հետո նորից վերադարձել ես այստեղ։ Քո մանկությունը անցել է հարավ-արևմտյան թաղամասում։ Չէ, մանկությունս անցել է Օչամչիրայում։ Որտեղ։ Օչամչիրայում անցել։ Դա որտեղ է։ Դա հիմա արդեն Աբխազիայում է։ Օչամչիրան, գիտես ինչ, փոքրիկ քաղաք է, Պարտավոյ Գարադոկ էր կոչվում։ Փոքրիկ քաղաք է եւ այնտեղ գնացքը չի կանգնում։ Այդքան փոքրիկ քաղաք է։ Պետք է ստոպ կրանը քաշել, որ ինքը դանդաղ էր եւ մենք մեր իրերը գցում ենք ու թռնում ենք։ Մամաս է թմբլիկ էր մի քիչ։ Ասում եմ, մամ, ո՞նց ես թռնում։ Թռի։ Իսկ ինչպես է եղել հայրիկի եւ մայրիկի հանդիպումը։ Ամեն դեպքում շատ հեռու են իրարից։ Եւ մայրիկս էլ սովորում էին Պոլիտեխնիկ ինստիտուտում։ Երևանում։ Այո, Երևանում, մամաս եկել էր Օչամչիրայից Երևան, այստեղ սովորում էր, այնտեղ հանդիպել են եւ Իսկ այնտեղ 7 գիշեր հարսանիք ա եղել, որովհետեւ գնացքով գնացել են ուզելու։ Դա մի օր։ Չէ, 2 օր, մի գիշեր, 2 օր մի գիշեր։ Գնացել են ուզելու, այնտեղ հարսանիքի արարողություններ, մամալիգա, Այնտեղ հարսանիքը 2 օր ա տևել, վերադառնալուց էլ խնամիներով մի ամբողջ վագոն, վայ ոնց էին պատմում այդ հարսանիքը, մի ամբողջ վագոն հարսնակավորներով, բանով, տարարարիր։ Տուն կա Օչամչիրայում։ Այո, տուն կա։ Այո, մորե ու դաչի մորե։ Այո, տուն կա, մենք հիմա էլ գնում ենք ամեն ամառ այնտեղ հանգստանալու, որովհետև մորաքրոջս տղաները, որովհետև մորաքույրս անցած տարի մահացավ, բայց սովորաբար իր մոտ էին գնում, մամաս ավելի վաղ է մահացել, չնայած ավելի երիտասարդ էր։ Մամաս է պապաս է շուտ են մահացել։ Ցավոք։ Ցավոք։ Խոսենք դետալների մասին, որոնք կան կրկին քո տան պատերին, հեծանիվներ, արդեն պարզ է ինչու նկարները որտեղից են հայտնվել, ովքեր են հեղինակները։ Ընկերուհիներն են նկարել։ Այս ընկերուհիս է նկարել Ինան։ Այս ես եմ։ Նման չեմ, բայց ես եմ։ Ավելի շատ Ջոն Լենոնին եւ Մայքլ Ջեքսոնի միքսն է կարծում եմ։ Ընկերուհիս մտածա, որ ես տաղանդավոր եմ, ինչ կա որ։ Թող Ջոն Լենոնեն կլներ։ Ինչ ես կարդում, Կարինե։ Ես հիմա կարդում եմ հիմա տարբեր բաներ եմ կարդում, բայց կարդում եմ Աստվածաշունչ ամեն օր։ Եվ բացի դրանից կարդում եմ Կունդերա, Միլան Կունդերա։ Ու 100 հատ նշաններ եմ բաներ եմ ընդգծում ինձ համար, որպեսզի հետո անդրադառնամ։ Գիտես, Եվի փոքր ժամանակ սենց էր, մենք կարդում ենք, հա, էս էլ կարդացի, Իսկ հիմա կարդալը էլի ինչ որ sense ընթացքի պես բան։ Ինձ համար այնքան ես նես կուզենայի, որ եթե դերասանուհի չլինեի, առաջինը կլինեի սպորտսմեն, երկրորդը գիտնական։ Ես նես կուզենայի գիտնական լինել։ Ինչ գծով գիտնական։ Փիլիսոփա։ Իսկ եթե ավելի լուրջ, քիմիկ, ֆիզիկ։ Ես կուզենայի հնագիտությունների ուսումնասիրող լինեի, հնագետ եւ գիտնական, որովհետեւ ինչպես է այդ ամեն ինչը կառուցված, օրինակ հիմա Կունդերան կարդում ես, այդ ո՞նց է ինքը պատկերացրել այդ մենակությունը մարդկային, մի րոպե, մի հատ գնանք առաջ, ես այդպես եմ հիմա կարդում, գնում եմ մի քիչ առաջ, նայում եմ այնտեղ ինքը ինչպես էր գրել, հետո հետ եմ գալիս, հետո սկսում եմ դանդաղը մի տեղը մի քանի անգամ, մի տեսակ, ասենց երկար ուսումնասիրական գիտական պրոցես է դառնում այդ, ու ինձ այդ շատ է դուր գալիս։ Իսկ Աստվածաշունչը ես կարդում եմ շատ հետաքրքիր ձև եմ գտել, որովհետև Տեր Մարկոսը քահանա Տիլիգրամում ունի այդ
այդպիսի էջ, որտեղ տարբեր մասերից Աստվածաշնչի միաժամանակ կարդում ես եւ դու իրան ընկալում ես ամբողջությամբ։ Մենք սովորենք կարդալ գիրքը սկզբից մինչեւ վերջ, բայց Աստվածաշնչի պարագայում այդպես չի։ Մենք սկզբից պետք է կարդանք Սաղմոսերգությունը որպես աղոթք, որպեսզի մենք կարողանանք ուժ եւ եռանդ եւ էներգիա հավաքել Սաղմոսերգության շնորհիվ, որպեսզի պատրաստ լինենք, հետո կարդում ենք Ծննդոց գրքից, հետո Ղևտացիներից եւ այլն ծննդոց ենք կարդում, հետո գալիս ենք կարդում ենք Մարգարեություն, ծննդոցը կարդում ես, որ արդեն Սաղմոսերգությունից հետո ինչպես եղավ ամեն ինչ, գործնական, ֆիզիկական։ Իսկ հետո մարգարեությունները թե դա ինչպես էր անդրադառնալու մարդկանց վրա, հետո նոր կտակարան Գործ Առաքելոց կամ Մարկոս եւ հետո նոր կտակարան են կարդում, որպեսզի կարողանանք ֆիզիկականը, մարգարեությունը եւ եղելությունը, ինչ եղավ, միացնել իրար։ Եվ միայն այդպես կստացվի, որ մենք ամբողջ ավետարանը կկարողանանք պուճուր քայլելով ընկալել։ Թե չէ լինում էր, որ կարդում էի, բայց ոչինչ չէի հասկանում։ Լավ։ Իսկապես։ Տելեգրամում եւ ոչ միայն Տելեգրամում մենք նույնպես ունենք էջեր, իսկ հաղորդումը եթերում է լինելու Կիրակի օրը ժամը 12-ից սկսած չէին սպասում KTM կայքում, որտեղ տեղադրված են մեր բոլոր հաղորդումները, ինչպես նաեւ մեզ կարող ես հետևել մեր Facebook-յան, Instagram-յան, TikTok-յան, Telegram-յան եւ YouTube-յան պաշտոնական հարթակներում, ինչպես նաեւ Կենտրոն հեռուստաընկերությամբ։ Մի փոքր էլ մեր մասին հիմա քո թիկունքում տեսնում եմ կա մի հետաքրքիր աթոռ, որը վստահաբար ունի շատ հին պատմություն։ Այո, ուրեմն այս աթոռը բերել եմ Եգիպտոսից, բայց մի վարքյան ես իմ սենյակից բերեմ։ Մինչ դու քո սենյակից կբերես աթոռը, խնդրում եմ նշիր երբ ես եղել Եգիպտոսում եւ երբ ես դա բերել քեզ հետ։ Երևի եղել եմ տարապես տենց 15-14 թվականին գնացել էի Եգիպտոս, ու տենց աթոռներ եմ տեսել, որ շատ է դուրս եկել, ինքը sense ծալվում է, էլի, փոքրանում է, եւ այս տմբլակը։ Ես շատ եմ սիրում տմբլակներ, ընդհանրապես երաժշտական գործիքներ, այնտեղ էլի ունեմ։ Հեսա կտենաս երաժշտական գործիք ասելիս ես ինչ նկատի ունեմ։ Ու մազերս ուրեմն դրեդներ եմ արել, լավ զագար եմ ընդունել։ Այս աթոռները sense գրկած, այս տմբլակը գնում եմ Վրաստանից, պետք է գամ Երևան, եկել ենք Վրաստան, ես այդ դրեդներով եմ, նույնիսկ եմ կրկնում, զագարով եմ, մերոշք ծիտ։ Եվ այս տմբլակն է ձեռս, որովհետև չեն կարա տեղադրել ոչ միտեղ ու այդ աթոռն է։ Ու ոչ մի բան չեմ խոսում, սենց կանգնած սպասում ենք հերթին, պարզան լիքը հայեր կան հանգստացող, եւ մեկ էս հայերից մեկը տղամարդից ամ։ Մտել նայ սրան։ Սա դրեդները, տմբլակները, շտանգ լրիվ են խփնվել։ Ես լավ, բայց չի շուր գալու ինչ ասեի, եկա մարդը տակնոջը կոմենտար թողում, կինն էլ հիացած, որ ის մարդը ես ինչ հումորով ասում։ Մտնում ենք բան, ինքնաթիռ։ Մտնում ենք ինքնաթիռ, ես բնականաբար այս ամեն ինչով sense գնում եմ։ Այ մարդ եկա տեսա այդ մարդը նստած է իմ տեղը։ Ստիպված մախուր հայերենով ասի։ Կներեք, բայց դուք իմ տեղում եք նստած։ Ահա։ Եվ ուրիշ բան։ Hello։ Կադվինը կծեց։ Կարինե նվագում ես։ Լսի նվագում եմ բոլորի ներվերը փչացավ իմ։ Խնդրում եմ մերնի արդեն նույնպես փչացրու։ Չէ, ես ոչ չգիտեմ նվագել, բայց փորձում եմ մի պահ։ Լավ, խնդրում եմ դու սովորիր նվագել, իսկ Իսկ ես ուզում եմ շուտ եմ այս պահին մեր ծրագրում կլինի կարճատև գովազդային դադար, որից հետո կվերադառնանք ու կշարունակենք մեր բացահայտումները եւ քեզ այդ զրույցը։ Մի շնչով անցավ այս հատվածը։ Կարինե, համեղ ճաշատեսակներ պատրաստելու գաղտնիքներից մեկը համեղ բաղադրիչներն են, օրինակ նպարեղենը, ալյուրը եւ իհարկե համեմունքները։ Իսկ եթե դրանք փաթեթավորված են գեղեցիկ, մաքուր, իսկ տեսականին շատ, ապա պատրաստման ընթացքը դառնում է կրկնակի հաճելի։ Մառանիկ ընկերությունը սպառողին է ներկայացնում ձավարեղենի եւ համեմունքների ինչպես ավանդական, այնպես էլ հազվագյուտ եւ հարուստ տեսականին, ինչպես նաեւ նորույթ, ապակե տարաներով կարմիր աղացած կծու, քաղցր պղպեղներ, սև աղացած պղպեղ եւ սև հատիկավոր պղպեղ աղացով, որը շատ հարմար
հարմար է եւ հնարավոր է աղալ ցանկացած կերակրատեսակի վրա, ինչպես նաեւ մի շարք այլ համեմունքներ։ Մոտ 30 տարի հայկական շուկայում է, շատ որակով է, իսկ ամենակարևորը շատ համեղ։ Հիշում ես Մառանիկ ընկերության կարգախոսը։ Ընտրյալ հատիկ համի գաղտնիք։ Մառանիկ։ Մառանիկ։ Սիրով նվիրում ենք։ Սիրով վերցնում ենք։ Սլաբադան ռուսական լավագույն սնունդ արտադրողներից է, որն իր արտադրանքի համար ընտրում է միայն թարմ եւ բնական բաղադրիչներ։ Սլաբադա կետչուպները շատ համեղ են եւ կարող են համադրվել ցանկացած ուտեստի հետ, համ որն արթնացնում է ախորժակ։ Սլաբադա բուսայուղերն ունեն հաճելի համ եւ բույր, տապակելիս չեն փոխում սննդի համը, օգտակար են ինչպես տաք, այնպես էլ սառը օգտագործման դեպքում։ Ըստ Ռոսկաչեստվո 20 թվականի հետազոտության արդյունքների, Սլաբադա արևածաղկի ձեթը ստացել է 5 աստղ եւ մուտք գործել բարձր կարգի ձեթերի կատեգորիա։ Շատ որակով ապրանքանիշ է, խորհուրդ եմ տալիս միշտ օգտվել։ Սիրով նվիրում ենք։ Շնորհակալություն։ Կարինե, հանձնեցինք մեր գործընկերների կողմից տրամադրված ապրանքները քեզ։ Շատ շնորհակալ եմ։ Խոհանոցի հատվածում ենք գտնվում։ Այո։ Հասցնում ես լինել խոհանոցում, գործել, համեղ բաներ պատրաստել։ Այո, համեղը չեմ կարող ասել, բայց այո, խոհանոցում շատ եմ սիրում լինել։ Խոհանոցի հատվածը հատուկ այնպես եմ արել, որ ավելի շատ լինեմ խոհանոցում։ Սա հայրիկս է։ Երիտասարդ ժամանակ էլի ես լամինատ ափսոսացել եմ գցում։ Եղբայրս է, ես ու քույրս ենք։ Բոլոր այն ֆիլմերը եւ ներկայացումները, որոնցում մասնակցություն ես ունեցել։ Սամվել Թոփալյանի եւ Լակոտ ներկայացման մեջ չեմ խաղում, բայց տեսնում եք ինչ լավն է աֆիշը եւ Թոփալյանին շատ եմ սիրում եւ որպես դերասան եւ որպես ամենասիրուն տղամարդ մեր հայրական մեջ։ Եվ նորից Գարունը, ընդհանրապես շատ եմ սիրում համազգային թատրոնի դիզայնը, որ զբաղվում է աֆիշներով, մի շատ հետաքրքիր է լինում եւ մինիմալիստական ինչպես տեսնում եք։ Եվ այս նկարները էլի բանից եմ առել, ֆոտոռեպորտաժի ցուցահանդես էր։ Իրա մոտից եմ առել եւ շատ զգացված եմ։ Իսկ բռնակը սրբիչի կողքը գտնվող։ Իսկ բռնակը Սան Ֆրանցիսկոից եմ բերել։ Բռնակը իսկան կելի ինան արել։ Իսկ ես ինձերի նվիրել եմ, որովհետև ասում են թե ինձ շատ նման է, ու ազեր է դենի։ Շատ նման է Կարինե։ Բռնակը, նայեք, այս հետաքրքիր ատրիբուտ է, որ Սան Ֆրանցիսկոյում իրենք շատ ունեն, բոլոր տներում կա։ Ինչպես մեր մոտ գիտեք, որ պայտը։ Իսկ Սան Ֆրանցիսկոյում ինչ է իրանում։ Սան Ֆրանցիսկոյում գնացել է հեծանվա արշավի։ Լուրջ։ Այո։ Հաղթել ես, հաղթանակով ես վերադարձել։ Չէ, գնացել եմ հեծանվա արշավի, գնացել ենք արշավի, գնացել ենք Սան Ֆրանցիսկո, Գոլդեն Բրիջի ոսկե դարպասների վրայով անցել ենք եւ ես ինքս իմ աչքերին չէի հավատում, որ ես այդտեղով այդ տեղով անցնում եմ։ Լավ անցավ Սան Ֆրանցիսկոն։ Շատ լավ անցավ, աշխարհի բոլոր հեծանվորդները, սիրողական հեծանիվ սիրողները եկել էին այնտեղ եւ մենք այնտեղ այդ մեծ ճանապարհների վրայով 280 կիլոմետր քշելով ես ինձ աշխարհի ամենահերոսն եմ։ 280 կիլոմետր հեծանիվ ես վարել։ Այո, 280 կիլոմետր հեծանիվ Քանի օրում։ Մեկ գիշեր 2 օրում։ Առանց քնելու, քնել ենք, չէ, մենք գիշերել ենք Մայակը, ո՞նց է հայերեն։ Ինչպես։ Մայակ։ Փարոս։ Փարոսի կղզում, այնտեղ հենց փարոս կար, արդեն չէր գործում այդ փարոսը, եւ մենք այդտեղ գիշերեցինք, բայց այդ տեղը շատ հիասքանչ էր, հոստել էր, եւ մենք այդ բոլոր բիձեքով որովհետև լսի տարբեր երկրներից, Կորեայից, Հնդկաստանից, Լեհաստանից, դե Սան Ֆրանցիսկոյի բիձեքը եւ կանայք տարիքով իրենք բոլորը հեծանիվներով ու այդ ինչ ես մեծ բավականություն եմ ստացել այդ մարդկանց հետ քշելով ու ես կյանքում չէի մտածում որ իրանք օրինակ տարիքով մեծ է, իսկ տարիքով մեծ են 70-80 տարեկան մարդիկ են ու մենք Ադրենալինով հարուստ վերադարձել ես։ Սան Ֆրանցիսկոյում քշել ենք այնտեղ, իսկ այդ Սան Ֆրանցիսկոն կոչվում է քաղաք 40 սարերի վրա, այսպես է կոչվում, որտեղ այսպես դիքեր կային, ու ես արդեն ինձ ըստ Իսակովի պողոտայի վրա լիդեր էի զգում։ Կարինե, տեսնում եմ նաև շատ սենյակային բույսեր կան։ Այո։ Եվ ամենաշատը որ ինձ հետաքրքրում է ինչու է այս տեսակից այսքան բազմա քանակ։
Նախ որովհետև քրոջս ժառանգությունն է, որովհետև մորաքույրս շատ էր սիրում ծաղիկներ եւ ես Սուխումից, որտեղ ինքը ապրում էր, բերեցի եւ անպայման նրանք տարբեր գույների ծաղիկներ են, Փիփերթ է տեղական անունը։ Փիփերթ։ Փիփերթ, այո։ Ինչու այսքան շատ, որովհետև ապուրները կպատրաստում փիփերթով։ Էս ուտելու փիփերթ չի, դեկորատիվ փիփերթ է։ Ահա։ Ես հենց նոր ձայն առաջացրեցի դիպչելով չորքոտանու կերի ամանին։ Այո, Ժենյայի ուտելիքն է։ Ուր է չորքոտանին։ Ժենյայի ուտելիքն է, ասա մի վարքան ես Ժենյային բերեմ ձեր։ Երբ է հայտնվել Ժենյան քո տանը, ձեր տանը։ Ժենյան թաքնվել, հա էսա Ժենյան։ Ժենյան հայտնվել է մեր տանը դեռ 5 տարի առաջ, որովհետև ինքը փոքր ձագուկ էր եւ բակի տղաները իրան ծեծում էին։ Եղբորս աղջիկը ասեց խղճացել էր եւ բերել էր իրան բան, մեր տուն։ Բայց կարծում եմ քո ձայնը հիմա չի լսվում, որովհետև դու բարձրախոսը փակեցիր Ժենյայով։ Խնդրում եմ Ժենյային մի պահ դիր թող վայելի իր ազատությունը։ Հələ ասա։ Իսկ ինչու Ժենյա։ Որտեվ առաջ չգիտեինք, որ բերել էին, չգիտեինք աղջիկա թե տղա։ Այդտենց ասեցինք անպայման կատվի անունի մեջ պետքա ժելի Ժենյա։ Հետո որ իմացանք տղա է, դա Եվգենի Ժենյա։ Գիրքը շատ հետաքրքիր է, խնդրում եմ կասես, որտեղից է հայտնվել այն քո տանը եւ ինչ Այս է։ գիրքն էլ ես բերել եմ Սան Ֆրանցիսկոից։ Ինչ որ բան թողեցիր Սան Ֆրանցիսկոյում, թե ամբողջը հավաքեցիր եւ եկար։ Չէ, ես այնտեղ տարել էի փոքրիկ Բացենք։ սուվենիրներ, Հուշանվերներ հայաստանյան, արցախյան հուշանվերներ էի տարել, պատմում էի մեր մասին եւ ընդհանրապես այդ արշավը այն մասն էր, որ տարբեր երկրների մարդիկ պետք է ներկայացնեին իրենց երկիրը։ Հայաստանը կա։ Այո, Հայաստանից միայն ես էի եւ ես պարեր, Ծաղկաձոր պարը, գիտես ինչ լավ եմ պարում։ Հայկական եկեղեցի կա այս Չէ, գրքում։ հայկական եկեղեցի չկա այս գրքում, բայց ես այս գիրքը հիացած էի նախ նրանով, որովհետև այստեղ ճարտարապետական մանրակրկտորությամբ ներկայացված են բոլոր եկեղեցիները եւ ինքը շատ յուրահատուկ է, որ հենց այսպես է բացվում եւ հենց ստեղծողը այսպես գիրքը որպես եկեղեցու դռներ, որ բացում ես եւ միանգամից խորանի խաչը արջևդ է։ Եվ վերջի կոպեկներով ես առել եմ այս գիրքը second hand-ից $40։ Եվ puzzle բնականաբար, հեսա մի վարքան, բայց Նկարում մայրիկն է։ այո, լավ puzzle-ը ճիշտ։ Նկարում մամաս է եւ մամաս այստեղ հոկտեմբերիկ է։ Եվ միակ գունավոր բանը, որ երևում է, դա աստղն է կարմիր։ Աստղն է, այո։ Գնանք շարունակենք բացահայտել քեզ, քո տունը, բնակարանը։ Նկարը ես եմ նկարել։ Եւ երբ որ գնացել էի Սան Ֆրանցիսկո, ցույց էի տալիս հեռախոսի մեջից, թե ես ինչ եմ նկարել։ Եվ Արդանը, ում տանը որ ես հյուրընկալում էի, 80 տարեկան կին էր, որ ասում է Կարինե ջան, ես այնքան եմ սիրում իմ մեքսիկիանին։ Հայ էր նա։ Չէ, Չէ։ նա անգլերեն էր խոսում։ Հա։ Բայց դա ինչ էր խոսում։ Բայց շատ տիպ էր։ Ասեց Կարինե, ես ուզում եմ, որ դու այս նկարը ինձ ուղարկես։ Ահա։ Եվ ես այսպես լամինացիա եմ արել, որ իրան ուղարկեմ։ Իսկ երբ ես ուղարկելու։ Ես հոկտեմբերին երևի հյուրախաղ ենք գնալու Լոս Անջելես։ Այո, քեզ հետ կտանես եւ դա Այո, կհանձնես։ գնալու ենք ցանկապատ ներկայացումով։ Իսկ մենք այս պահին գնում ենք ուր։ Այս դարակները ես եմ իմիջայլոց կպցրել։ Վստահ կյանք դերասան չեմ եղել։ Ձերքի շնորհք նույնպես ունես։ Իսկ այս գիրքը Արփի Մաղաքյանի համակուրսեցու հեքիաթագիր Արփի Մաղաքյանի գիրքն է։ Որ գրքի մասին է խոսքը։ Այսա։ Ինչ է դա։ Արտավազ Դարքայի հեքիաթը։ Կարդացել ես։ Քրոջ աղջիկա համար այո կարդացել եմ։ Գնանք առաջ։ Գնանք։ Ուր ենք գնալու։ Գնանք իմ սենյակ։ Գնանք քո սենյակ։ Եվ ես իմ երաժշտական գործիքներ։ Երաժշտական գործիքներ ունես, խնդրում եմ, գնանք ցուցադրիր, հասկանանք ինչ երաժշտական գործիք ես տիրապետում նաև։ Գրքեր։ Այո, գրքեր, ես գրքեր շատ եմ սիրում։ Կարդալ թե ունենալ։ Ես թվում ունենալ։ Կարինե, Որտեղ մեծ մասը չեմ կարդալ։ հեծանիվը քո տանը ամենուր է եւ ամեն կերպ է։ Հեծանիվի ցեպից պատրաստված։ Օրինակ ես նայեք, այս հեծանիվի, այո, ցեպից է սարքած, նայեք, եւ բանը
Բայց սա իմ կիսանդրին է եւ իմ հեծանվորդ ընկերներն են ինձ նվիրել, որտեղ մի կուրս կա, մյուսը չէ։ Նայեք։ Եվ շատ նշանակալից է, չէ՞։ Սիրուն է ինձ կարծում եմ։ Այո։ Այո։ Ուր են երաժշտական Իմ գործիքները։ երաժշտական գործիքները նոր վերադառնում եմ Սան Ֆրանցիսկոից եւ ամենաէժան բանը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Вот։ Բույսեր նույնպես կան այստեղ։ Մի փոքր լարից ընկած է այն Կարինեն։ Այսի որովհետեւ Ռուսաստանից է։ Իսկ սրանք Ամստերդամից։ Բույսեր կան այստեղ։ Այո, բույսեր կան, շատ Հեծանիվ կա կրկին։ Հեծանիվ։ Արդեն չեմ խոսելու, եթե մի նոր տեղում կրկին հեծանիվ տեսնենք, էլ չեմ անդրադառնալու։ Կարինե, որ տեսակի դերերն են քոնը ըստ քեզ։ Խիստ արտահայտված բնավորության գծեր ունեցող, թե դա բոլորի պատկերացումն է եւ դու իրականում շատ դրամատիկ դերեր կարող ես խաղալ եւ սիրում ես խաղալ։ Ես քանի որ ես ծիծաղկոտ եմ, դրա համար ինձ տալիս են այո այդպիսի դերեր, որտեղ որ հենց բնավորությունը կամ ինչպես ասացի, խարակտերնի դերերն են իմը, բայց ես այս վերջից մի ներկայացման մեջ եմ խաղացել, որ ինքս համազգային թատրոնում առաջարկեցին, դերաբաշխում արեցին եւ ես ասացի կլինի, որ ես խաղամ գլխավոր դերը 7 րոպեում Բլանշի դերը, որ կին է տարիքով, ով բոլորին դա ներկայացում չէր, ընթերցանություն էր եւ ես շատ շնորհակալ եմ, որ ինձ վստահեցին ու ես այդ դրամատիկ կերպարը խաղացի ու շատ ազդվեցի, որովհետեւ ես այնտեղ Բլանշի հերոսուհու խոսքերով ասում էի, այն ինչ որ իմ սրտում կար, այն ինչ որ ինձ համար շատ կարեւոր էր, որ ես ասեի եւ այդ ժամանակ ես հասկացա, որ իրոք ես կարող դերասան, այսինքն եթե մարդուն տալիս են հնարավորություն, ինքը իրոք կարողանում է գմփցնի։ Ինչ կար քո մտքում, որ ուզում էիր ասել, այն մարդիկ, ովքեր չեն նայել ներկայացում եւ միգուցե հնարավորություն չունեն նայելու ներկայացումը։ Քանի որ մենք արդեն չենք խաղում, բայց հուսով եմ կվերականգնեն։ Գիտես, ինչ այնտեղ խոսքը այն մասն էր, որ դու ինչ որ քոնն է, դու դրա համար պիտի պայքարես, պիտի ճանաչես, եղածդ գնահատես, ճանաչես, ու երբ որ գալիս են ասում են, դե ինչ կլինի, դե դի հումի բան չի, արի վերցնենք ձեռքից այդ ուրիշ բան քեզ տանք, ես շատ ընդհանուր եմ խոսում իհարկե, իմ հերոսուհի Բլանշը ասում էր ոչ, դա քոնն է ու դու դրա համար պիտի պայքարես։ Այդ ժամանակ շատ շարժումներ կային Երևան քաղաքում, որտեղ հավաքվում էին մարդիկ ու ես իսկապես չգիտեի, որ ես գնամ փողոց կանգնեմ, ինչ որ մի խմբի աջակցեմ, ասեմ ես ձեզ հետ եմ, բայց ես ինչ եմ, որ ձեզ հետ եմ, ես չէի կարողam հասկանալ։ Եթե ես դուրս գամ փողոց, իմ ձայնը արդյոք լսելի է լինելու, իսկ կերպարի միջոցով, որտեղ ես իրոք նայում էի մարդկանց աչքերին ու ասում էի, որ չէ, դու քո եղածից չպիտի հրաժարվես, դու պիտի ճանաչես էտի, պիտի հասկանաս, թե դու ինչքան նյարդ ու ջիղ ես դրել դրա վրա, գնահատես էտի ու չտաս ոչ մեկին։ Իսկ մենք հեշտ ենք տալի, որովհետև մեր արածն էլ չենք գնահատում, չէ, հաճախ ասում ենք, դե լավ, դե հիմա եղածը մի բան չի, եղածը 7 րոպե է ներկայացման մեջ հենց այդ 7 րոպեի մասն է խոսքը։ Եղածը 7 րոպե է, եղածը ինչա, մի հատ պուջուրիկ բան է, էլի էսի նվիրեմ։ Կարինե, կարող ենք դա վերցնել մեզ հետ եւ գնալ մյուս սենյակները բացահայտելու։ Էսի։ Որ լարից ընկած չի։ Այո։ Գնանք, ուր ենք գնում։ Գնանք Լյուսի սենյակ։ Շատ գեղեցիկ ուղեկցում է մեզ երաժշտությունը։ Մենք ունենք Լյուսիի թույլտվությունը առանց իրեն։ Լյուսին են կաներ ուզում ինքը գար, ամեն ինչի մասին պատմեր, բայց ցավոք սրտի, որ Լյուսին շատ յուրահատուկ անձնավորություն է եւ ինքը մի քիչ ավելի հուզվող է, քան սովորական երեխաները։ Համեցեք։ Համեցանք, այստեղ նույնպես տեսնում ենք եգիպտական աթոռ, որը դու դժվարությամբ բերել էիր քեզ հետ։ Այո։ Այս աստիճանը շվեդական։ Շվեդական։ Այո, ես շատ եմ սիրում։ Բայց ժիմ չեմ անում, բայց այսպես անեմ։
Բայց սա Լյուսիի սենյակն է։ Այո, դա Լյուսիի սենյակն է։ Եվ իր համար է նախատեսված, որպեսզի ինքը բռնվի, մենք հատուկ էսպես ենք արել։ Այստեղ Լյուսիի կանգնակն է, եւ օրտեզները եւ գլանակը, որով ինքը պարապում է ֆիզիոթերապիստի հետ, այստեղ նրա կրյաներն են։ Այստեղ նույնպես կա կենթանի։ Այո, որոնք թաքնված են այս պահին։ Շատ փոքրիկ են կրյաները, բայց շատ ակտիվ միաժամանակ։ Այո, այստեղ Լյուսին է, հենց Լյուսին։ Լյուսին իր քրոջ հետ, իր եղբոր հետ, մայրիկի հետ, նրա գրքերը, խաղալիքները։ Ինչ է սիրում Լյուսին բացի նկարելուց։ Ահա որ շատ սիրում է Լյուսին շփվել, է իր եղբայրը Լյուսին։ Ահա որ շատ է սիրում շփվել, Լյուսին շատ հումորով աղջիկ է։ Երբ որ իրան անհրաժեշտ է ինչ-որ մի բան, օրինակ պետք է գնա զուգարան, ու գիտի որ ես այդ կա իրան գրկեմ տանեմ, ասում եմ կայեն Ռեմբոյիդ միացրում։ Եվ ինձ տար, այստեղ էլի իրան էին նվիրել, իր անունն էին գրել Լյուսի, բայց սխալ է գրած։ Այս երաչափ պատկերը, որը տեսնում ենք հենց այս պահին պատին անձրևանոցով գեղեցիկ ռոմանտիկ Լյուսին է պատրաստել, թե նվիրել են։ Ոչ, սա նվեր է եւ ինձ թվում է բոլորը արդեն շատ լավ ճանաչում են ձեռագիրը այն մարդու, ով ինձ սա նվիրել է։ Ով է նա։ Սերգեյ Թոմասյան, Նայնե Գրիգորյանի ամուսինը։ Հաստատ։ Սերգեյ Թոմասյան, մեր թատրոնի դերասանը եւ Նայնե Գրիգորյանը եւ Սերգեյ Թոմասյան, սա իմ ծննդյան օրը ինձ վերջապես նվիրեցին։ Ես շատ էի սիրում այս գործերը եւ ես ուղղակի աշխարհի չափ երջանիկ եմ, որ ունեմ նրա ստեղծագործությունը մեր տանը։ Այսպես։ Կա էլի սենյակ, որ դեռ չենք բացահայտել։ Այո, մենք ունենք Հենրիի սենյակը, որտեղ քրոջս մեծ տղան է մնում եւ այնտեղ առանձին դուռ է բացված 9-րդ հարկից ուղիղ ներքև, որտեղ նա այնպիսի տարիքում է, որ չի սիրում շփվել առանձնապես մեր հետ։ Քանի հոգի է բնակվում այստեղ։ 4։ Ես, քուրս ու իր երեխեքը։ Լավ, շարժվենք առաջ։ Գնում ենք Հենրիի սենյակ, իսկ Հենրին քանի որ չի սիրում շփվել։ Չի սիրում շփվել։ Մենք ունենք իր թույլտվությունը իր սենյակը առանց իրեն բացահայտելու։ Նա որոշակիորեն հավաքել է այդ սենյակը, որը միշտ է, բայց երբ որ հավաքեց, ես հասկացա, որ կա այդ միտումը, вот, то, что нужно, мне сделаю только я։ Իսկ դա այդպես է, միայն դու ես քեզ համար, ինչ որ քեզ անհրաժեշտ է։ Այո, խնդրեմ կարող։ Մագնիսները դու ես բերել, թե քեզ համար են բերել։ Որոշները ես եմ բերել, որոշները բերել են այն միտումով, որպեսզի ես ինքս արդեն այդ երկրները այցելեմ։ Լավ։ Հենրին ինչով է զբաղվում։ Հենրին սովորում է Բրյուսովի ինստիտուտում։ Լեզվաբան է ապա։ Ուզում է լեզվան, գիտի արաբերեն, շատ լավ, հայերեն եւ անգլերեն շատ լավ։ Ես եմ իր համար սարքել կոլաժներով, իբր թե ընկերուհուց ազդված, որ ես էլ կարող եմ այսպիսի հայլի սարքել։ Կանը չի հաջողվել, բայց ոչինչ։ Եվ իտակ Հենրի, տղայի սենյակը էլի։ Շատ տիպիկ տղայական սենյակ է, ոչ մի ավելորդ բան չկա։ Իհարկե զարմանալի է Միկի Մկնիկի արկայությունը այստեղ եւ կրկին հեծանիվ։ Եվ Հենրի նկարը։ Փոքր Հենրի։ Հիմա դա ինքը ձյաձյա է։ Կարին է մասնագիտորեն այսօր այս պահին բավարարված քեզ համարում ես թե ոչ։ Չէ, ես ինձ բավարարված չեմ համարում։ Ինչն է պակասում քեզ մասնագիտության մեջ։ Ես ուզում եմ, գիտես, այն աստիճանի, որ իմ բոլոր հնարավորությունները, իսկ ես տեսնում եմ, որ իմ մեջ լիքը հնարավորություններ կան։ Շատ։ Իրոք ես դա զգում եմ, ես երբեք դա չեմ զգացել։ Հիմա եմ զգում։ Այ հիմա։ Հենց այս պահին։ Հարգելի ռեժիսորներ, հարգելի պրոդյուսերներ, Կարինե Ծատուրյանը պատրաստ է լայն թափով առաջ գնալու եւ մեծ կտավի դերասանուհի է։ Այո։ Ես խաղացել եմ քեզ հետ։ Այո։ Կա մի դեր, որը դու հիմա ցանկանում ես խաղալ, որ այ այս դերը կոնկրետ կխաղայի հենց այս պահին։ Լսի, չկա այդպիսի դեր, բայց ես մի անգամ նայել էի, երբ որ դերասանուհին ռուս Դիմիդվան եկել էր Պարոնյան թատրոն, ես այդ ժամանակ ուսանող էի եւ գնացի իր Մեդեյան նայեցի։ Ես այդ պալիտրան որ տեսա, դե պարզ այն ժամանակ ես երիտասարդ էի, ավելի տպավորվող էի, կարողա հիմա այդպես տպավորված չլինեի, բայց երբ որ ես տեսա այդ ալիքը, ես մինչև հիմա հիշում եմ այդ զգացողությունը եւ որ ցնցված էի, գալորկայում նստած էի, որտեղ ոչ փող ոչ տոմս։
ու ես շատ եմ տպավ։ Հիմա ես կուզենայի խաղալ այդպիսի դեր, բայց ոչ թե Մեդեա։ Հիմա երբ որ ասում են դե դերասանը պետքա Շեքսպիր խաղա, դե դերասանը պետքա, ես ուզում եմ խաղալ կերպար, որ այսօր կա մեզանում։ Ամենուր միջավայր ես այնց մի հատ բան ունեի, ցանկություն ունեի, մի անգամ գնացել էի Կայզերից ձուկ առնելու, որ տունը պատրաստեմ, ու այդ ձկնավաճառ կինը գիտես ինչ հոլիվուդյան գեղեցկուհի էր ուղակի։ Ջոլին դեմը Ոսենց աչքերով մոզեր։ Իդ ինձ սիրներ ասացիք շատ կներեք, էլի դուք ով եք մասնագիտությամբ։ Մսնացել եմ բան։ Մարտս ավտոմեխանիկա, ես էլ ես հասկանում էի, որ ինքը չի էլ գիտակցում իր գեղեցկությունը, բայց իմ համար որպես մարդու շատ հետաքրքիր էր, ես խոսեի իր հետ, բացահայտեի իրան, բոլոր մարդիկ տեսնեին այդ գեղեցկությունը։ Ես ցավով հայտնաբերեցի մի քանի րոպե այդտեղ կանգնած, որ ովքեր գալիս էին ձուկ առնելու չէին էլ նկատում այդ գեղեցկությունը, բայց մարդիկ կան, օրինակ սա մի մանրավաճառից եմ գնել։ Ինչ է դա։ Սա բանը, դեղատուփ է, որ ինքան հետաքրքիր իրեր ուներ իր կողքը, ու ես sense նայում էի, ասում էի Այս ինչ հետաքրքիր մարդ է ճմրթված, sense փոսնգած, ակոսներով, հազիվ էր հասկանում ես ինչա եւ sense խոսում էր, ասում էր այսի մեր Կիրովի զավոդից է ինձ մնացել, այսի ստեղից եմ առել, տատս է բերեք Արսից։ Ու ինքը տենց պատմում էր ու ես ասում եմ ինչ հետաքրքիր կլինի որ հենց իրա մասին խոսենք։ Այսօր նաև իմ ցավը այնա որ ֆիլմերում նկարում են ֆիլմերում ներկայացումներում նույնիսկ արդեն դերասաններ են որոնք որ միդինի են, այսինքն հայտնի են եւ այն չհայտնի դերասանները, ինչպեսին նաեւ ես եմ, այդքան էլ հայտնի մարդ չեմ, բայց այդ մարդկանց ավելի քիչ են ուշադրություն դարձնում, քան այդ անունով մարդիկ, այո, նրանք ունեն հնարավորություն եւ տեղեր կան, որտեղ որ իրանք իրենց արտահայտում են, ժողովուրդը իրանց սիրում է, բայց ինչի մենք որ կանք հիմա նորերին էլ չհայտնաբերենք, անհայտներին էլ չհայտնաբերենք, որովհետեւ մեր շուրջ այնքան գեղեցկություն կա եւ ինչպես ես հիմա ասում եմ, ես ուզում եմ խաղալ դեր, որտեղ դերեր որտեղ ես ինձ կբացահայտեմ ավելին կանեմ, որովհետև ես տեսել եմ, որ ես մի անգամ Լեհաստանից եկել էին մնջախաղացներ եւ պատկերացնում ես իմ այս ֆորմաներով ես երբեք շատ նիհար չեմ եղել, ինձ էլ ընտրեցին, որպեսզի ես մնջախաղային ինչ որ ներկայացման մեջ դեր ունենամ, ու Լեհաստանից էլ էին եկել դերասաններ, մնջախաղացներ։ Մենք իրար հետ խաղացինք, միջալից այդ բանը կա, հեսա մի հատ ցույց տամ։ Իդեպ դու շատ քիչ հայտնվեցիր հեռուստասերիալներում, ինչով է դա պայմանավորված։ Այս ներկայացումն է գիշերային բարերը սուրբ, եւ մենք այս ներկայացման մեջ ունեցանք մեր դերակատարումը մի քանի դերասաններով, ես, Մանվելը, Մերին, դժվար թե մեզ այստեղ, բայց շատ հետաքրքիր ներկայացում էր։ Եվ ես հասկացա, որ երբ որ դու մարդկանց հետ ես շփվում, ովքեր որ ինչ որ նոր բան են անում, մի բան են անում, որ երբևիցե դրանից առաջ դու չես արել, եւ քեզ հիմա ասում են, արի դու այս պայմաններում ես արա, ու դու անում ես, դու քո մեջից անում ես մի բան, որ մինչ այդ ոչ մեկի հետաքրքիր էլ չէր նույնիսկ, դու կարող ես դա անել թե չէ։ Ես կարող եմ լավ ծիծաղել, բայց ես լավ էլ լացում եմ։ Կարինա, ինչու քեզ հաճախ չենք տեսնում հեռուստասերիալներում, առաջարկ չկա թե դու ես մերժում։ Չէ, ես չեմ մերժում, հիմնականում չեմ մերժում, առաջարկ լինում են, բայց փոքրիկ դերեր, միշտ երբ որ ինձ ինչ-որ մեկը զանգում է, ասում է, գիտեք մի հատ պուլջոլիկ էպիզոդ է, կգաք խաղ, ասում եմ, իհարկե կգամ խաղամ, բայց ես չգամ, ով գա, ես կգամ մեծ սիրով, ես երբեք չեմ տրտնջում, որ ինձ փոքր դերերի համար են կանչում, բայց ափսոս որ միշտ ասում եմ, բա երբեք ինձ կանչելու մեծ դերի համար։ Ոչինչ որ չէ, ես չեմ ասում ինչի են մենակ այտենց կանչում, բայց ես գիտեմ, որ ես կարող եմ, ուղղակի վստահություն չունեմ, չունեն իմ հանդեպ ցավի։ Հաղորդման երկրորդ հատվածը նույնպես մեկ շնչով անցավ, շնորհակալություն Կարինե, մենք կհանդիպենք արդեն դրան մոտ։ Չէ, Ժենյա։ Կարինե, հեռանում ենք գերբարձր տրամադրությամբ, շնորհակալություն քեզ, շատ հետաքրքիր զրույցի, հատկապես ինձ համար մի փոքր էյֆորիկ զգացողությունների եւ բացահայտումների համար։ Ես էլ եմ շատ շնորհակալ, որ եկաք, շատ ուրախ եմ եւ էլի լիքը բաներ ունեմ պատմելու, որտեղ դե ցուցակ եկել։ Լուրջ լիքը բաներ ունեմ պատմելու, բայց նենց չի որ կարիք ունեմ շփման։
Շնորհակալություն Կարինե, քեզ մաղթում եմ օրվա լավ շարունակություն, ցտեսություն։ Пока, տեսություն։ Система «Органик Контроль» подтверждает безупречную природную чистоту масла «Слобода». «Слобода Органик Контроль» – проверенное качество природного продукта. Նորույթ Մարանիկից։ Մարանի համեմունքների ավանդական եւ հազվագյուտ տեսակներն արդեն արկա են ապակյա տարաներով, որոնք փակվում են հերմետիկ, պահպանում համն ու հոտը։ Իսկ հատիկավոր տեսակների ներկառուցված աղացը թույլ է տալիս վայելել Մարանի համեմունքների բույրի թարմությունը։ Ընտրյալ հատիկ, համի գաղտնիք, Мараник. Каждая девочка хочет быть идеальной мамой и женой. А каждая женщина просто быть собой. Майонез «Слобода». Давайте быть довольными, а не идеальными.